Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի մյուս առաջատարները շարունակում են հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերում։ Հանգստյան օրերին նրանք այցելել են Լոռու եւ Գեղարքունիքի մարզեր, հանդիպումներ ունեցել տեղի բնակիչների հետ։ 25 թվականի 24-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%, իսկ ուղղակի ներդրումները 3.6 անգամ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուրը, Շվեյցարիան եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը, արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտնել էր, որ 21 ժամ ձգված ԱՄՆ Իրան բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ընդդիմադիր ՏԻՍԱ կուսակցությունը Պետեր Մադիարի գլխավորությամբ։ Այն ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 136-ը։ Իր Ֆիդես կուսակցության պարտությունը ընդունել է նաև գործող վարչապետ Վիկտոր Օրբանը։